Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի շրջանակում հանդիպումներ են անցկացրել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, թե որ ուժերի մասին է խոսքը, Կարապետյանը չի բացահայտել։ Չեմ կարող մանրամասնել, որ ուժերի հետ եւ համարյա ամեն շաբաթ գլխավոր ուժերի հետ եղել են։ Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան։ Գլխավոր ուժերի հետ չեմ ուզում կոնկրետացնեմ։ Առաջին դեմքերի հետ եք հանդիպել։ Լավ, պատմեք ինչ է եղել։ Առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Անդրադառնալով ընդդիմության հետագա պայքարի ուղիներին, նա նշել է, որ թեև ընդդիմադիրները վերցրել են մանդատներն ու աշխատելու են խորհրդարանում, պայքարը շարունակվելու է նաև խորհրդարանից դուրս։ Մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Դրա համար մենք չենք տանելու մեր երկիրը ցնցումների։ Կսկսեն գնել տներ, մեկին ավել գումար կտան։ Բաքվի պահանջը Հայաստանում սահմանադրության փոփոխության վերաբերյալ մենք անընդունելի ենք համարում։ Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսպես է արձագանքել սահմանադրության փոփոխության վերաբերյալ Բաքվից եկող հայտարարություններին։ Հարցին հնարավոր է խմբակցության դիրքորոշումը փոխվի, եթե նոր սահմանադրության հիմնավորումները ներկայացվեն, Կարապետյանն ընդգծել է, որ Ադրբեջանի առաջարկով սահմանադրության փոփոխությունը բացառվում է։ Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը չի լինի մեր կողմից որևէ դրական վերաբերում։ Կարապետյանի խոսքով Հայաստանը պետք է ձգտի խաղաղության պայմանագրի, բացառելով երկրի ապագա անվտանգության եւ ժողովրդագրական կազմի նկատմամբ հնարավոր սպառնալիքները։ Շնորհավորում եմ։ Որոշումը կայացված է, շնորհավորում եմ։ Հայկ Կոնջորյանը ընտրվել է 9-րդ գումարման ազգային ժողովի փոխնախագահ։ Քվեարկությանը կողմ է արտահայտվել 63 падգամավոր, մինչդեռ Հայաստան դաշինքը չի մասնակցել ընտրությանը, իսկ ուժեղ Հայաստանը դեմ է քվեարկել։ Ստեղծված իրավիճակը պարզաբանել է Նարեկ Կարապետյանը։ Ուզում ենք մի քանի բան ասել, որը հիմք կտա մեր հայրենակիցներին հասկանալ, թե ինչու։ Առաջինը պարոն Կոնջյանի ընտանիքի անդամի կողմից կառավարվող պետական ընկերությունը իրենց կառավարման ժամանակ չի գեներացրել շահույթ, վնասը աճել է 163%, իսկ իրենք ծախսել են Էդուարդո Էրնեկյանի գեներացված շահույթը, ով պետության համար աշխատել է եւ այդ շահույթն է մենակ բաշխվել, իսկ իրենք բաշխել են իրենց աշխատած 0%։ Ինչ կապ ունի սա պարոն Կոնջորյանի պաշտոնը զբաղեցնելու հետ։ Մի պարզ կապ։ Ազգային ժողովն է վերահսկում այս կառույցը։ Դա նախարարության միջոցով եւ կա խորը շահերի բախում։ Մի դեպքում, եթե ազգային ժողովի փոխնախագահը աֆիլիացիա ունի պետական հիմնարկի ղեկավարի հետ, ինչպես ենք մենք կանխելու 88% սակագնի աճը։ Խորհրդարանում դեռ շարունակվում են Վահագն Ալեքսանյանի եւ Արամ Վարդևանյանի թեկնածությունների վերաբերյալ քննարկումները։ Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի նախագահները եւ Ճապոնիայի վարչապետը պաշտոնական ուղերձներով շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այսուհանդերձ միջինասիական այս աշխուժության ֆոնին առավել քան նկատելի է դառնում Կրեմլի ընդգծված անտարբերությունը։ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարվող Ռուսաստանի Դաշնությունը դեռևս պահպանում է լռություն եւ որևէ կերպ չի արձագանքել կառավարության վերակազմավորմանը։ ՀԱՊԿ մարմիններին Հայաստանին քվեարկելու իրավունքից զրկելու որոշումը կպահանջի կոնսենսուս։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլիևը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում նոյեմբերի 11-ին եւ պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն այս հարցը։ Հարցի վերաբերյալ որոշումը, եթե անհրաժեշտ լինի, կկայացվի կոնսենսուսով, նշել է Վասիլիևը։ Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը վերաբերում է քաղաքացիների քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի, ինչպես նաև կազմակերպության մարմիններում քվեարկելու իրավունքի կասեցման հնարավորությանը։ Ռուսաստանի ապրանքների մակնշման պաշտոնական չեսնի զնակ համակարգը երկրի տարածքում արգելել է հայկական արտադրության ըմպելիքների վաճառքը։ Արգելքը տարածվում է բջջի հանքային ջրի եւ հայկական արտադրության եւս երկու ոչ ալկոհոլային ըմպելիքների վրա, ներառելով ընդհանուր 70,000 շիշ։ Ռուսական համակարգի պաշտոնական ներկայացուցիչները որոշումը հիմնավորել են նրանով, որ նշված արտադրանքը հնարավոր է վնաս է ներկայացնում Ռուսաստանի քաղաքացիների կյանքի ու առողջության համար։
Խերսոնում ռուսական ԱԹՍ-ն հարձակվել է շուկայում առևտրով զբաղվող տղամարդու վրա, հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը։ Տուժածը 52-ամյա Նիկոլաևի մարզի բնակիչ է։ Նա ողջ է մնացել, սակայն ստացել է վնասվածքներ, բեկորային վիրավորումներ եւ կոնտուզիա։ Տեղական լրատվամիջոցները հայտնել են նաեւ Օդեսայի վրա հարձակումների մասին։ Եվրամիությունը նոր օրենսդրություն է նախապատրաստում արգելելու ռուսական նավթի մնացած ներդրումները, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը։ Միևնույն ժամանակ դրուժբա խողովակաշարով մատակարարումների բացառությունը Հունգարիայի եւ Սլովակիայի համար կպահպանվի։ Ըստ խոսնակի գլխավոր նպատակը եվրոպական շուկաներից ռուսական էներգակիրների ամբողջական դուրսմղումն է։ Չնայած Եվրահանձնաժողովը աշխատում է Հունգարիային եւ Սլովակիային օգնելու այլընտրանքներ գտնել, այս երկրները շարունակում են դեմ արտահայտվել ամբողջական արգելքին, պնդելով, որ ռուսական նավթը կենսական նշանակություն ունի իրենց տնտեսության համար։ Արդեն մի քանի օր է ինչ Հունգարիայում անջատված է փողոցների լուսավորությունը, սահմանվել է ջրի եւ լույսի խնայողության ռեժիմ։ Իսրայելի եւ Լիբանանի պատվիրակությունները Ռոմում ԱՄՆ դեսպանատանը մասնակցել են Վաշինգտոնի միջնորդությամբ ընթացող բանակցությունների 7-րդ փուլին։ Հանդիպման առանցքային թեման հուլիսի կեսերին համաձայնեցված պիլոտային գոտիների նախաձեռնության ընդլայնումն է, որը նախատեսում է հարավային Լիբանանի որոշ շրջաններից իսրայելական ուժերի դուրսբերում եւ վերահսկողության հանձնում լիբանանյան բանակին։ Բացի այդ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն ճնշում կգործադրի Լիբանանի վրա, պահանջելով ապամոնտաժել Հեզբոլլահի ենթակառուցվածքները։ Հեզբոլլահը սակայն կտրականապես մերժում է ԱՄՆ-ի առաջարկած գործարքը, այն համարելով անիմաստ եւ նվաստացուցիչ երկրի համար։ Եթե որևէ երկիր վճար գանձի Հորմուզի նեղուցով նավարկելու համար, դա կլինի Միացյալ Նահանգները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա շեշտել է, որ վճարումների հարցը Թեհրանի հետ բանակցությունների օրակարգում չէ։ Թրամփը նաև պնդել է, որ ԱՄՆ-ն այժմ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Իրանական կողմը սակայն բազմիցս հերքել է նեղուցի վերաբերյալ Վաշինգտոնից հնչող այս պնդումները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը չի պատրաստվում հրաժարական տալ եւ շարունակելու է պաշտոնավարել։ Նա ասել է պետական հեռուստատեսությամբ ի պատասխան շրջանառվող լուրերի։ Նախագահը շեշտել է, որ իշխանությունը լիակատար համագործակցում է զինված ուժերի հետ։ Նա խստորեն քննադատել է այն շրջանակներին, որոնք փորձում են կեղծ տպավորություն ստեղծել, թե իր եւ Իրանի հոգեվոր առաջնորդի միջև տարաձայնություններ կան։ Ըստ նրա, հայրենիքը վաճառող այդ մարդիկ միտումնավոր ուռճացրել են զոհերի եւ տուժածների թվերը, ինչը ապացուցում է նրանց անազնիվ եւ սադրիչ գործելավոճը։ ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի արևելքում բռնկված աննախադեպ անտառային հրդեհների պատճառով հայտարարվել է համապետական արտակարգ դրություն։ Կրակը արդեն ոչնչացրել է մոտ 700 շինություն, շուրջ 67,000 մարդ տարհանվել է։ Ծայրահեղ շոկը ու քամին դժվարացրել են կրակի մեկուսացումը։ Հրդեհային պատմական սեզոն է գրանցվել Օրեգոնում, որտեղ միայն 2026 թվականի ընթացքում արդեն այրվել է ավելի քան 809,000 հեկտար տարածք։ Հրդեհները մոլեգնում նաև Կալիֆոռնիայում, Այդահոյում եւ Մոնտանայում։